Դեմոկրատիան ենթադրում է դեմոկրատական process-ներ։ Մենք մեզ համարում ենք դեմոկրատական երկիր, որդեգրել ենք այդ ուղին, սկսած 90-ական թվականներից պայմանավորված Սովետական միության լուզումով ձեռք ենք բերել անկախություն, ունենք սեփական սահմանադրություն, իսկ դեմոկրատական երկրում ամենագլխավոր քաղաքական process-ը դա քաղաքական ընտրություններն են։ Քաղաքական ընտրությունները յուրաքանչյուր քաղաքական բևեռի իշխանության ու առավելապես ընդդիմության համար դրանք անցած տարիները ամփոփելու ու իրենց ուժերը ստուգելու լավագույն մեխանիզմն է։ Ավելի լավ մեխանիզմ ուղղակի գոյություն չունի։ Մեր ընտրություններից արդեն անցել է 2 օր։ Այն, որ իշխանությունը պետք է ու անում էր ամեն ինչ, ամբողջ քարոզարշավը, նրանից առաջ բռնաճնշումները ընդդիմադիր դաշտում առավելապես իրենից ավելի մեծ ուժ ներկայացնող քաղաքական ուժերի ղեկավարների, առաջնորդների ու այդ քաղաքական ուժը ներկայացնողների նկատմամբ դա գաղտնիք չէ։ Այն, որ իշխող կուսակցությունը, իշխող քաղաքական ուժը պետք է աներ ընտրությունները ուղեկցեր ընտրակեղծիքներով, դա էլ գաղտնիք չէ։ Սա բացառապես ընդդիմության տիրույթում գտնվող process-ներ են, որ պետք է ընդդիմության առաջնորդները լավագույնս հասկանային, գնահատեին, ոչ մի դեպքում չարժևորելով ու չթերագնահատելով իշխանության ներկայացուցիչներին։ Նրանք պետք է հասկանային, որ իրենց արած աշխատանքը ու այն ինչ պայքարի մեջ որ իրենք մտնում են, իրենց ուժերը պետք է լիներ անգամներով ավելին, ու սկսած վերլուծություններով, սոցիալական հարցումներով, ամենայն մանրամասնություններով հանդերձ, իրենք պետք է պատրաստ լինեին անել անգամներով ավելի աշխատանք, քան իշխանությունները, բայց ցավոք սրտի տեղի ունեցավ այն, ինչ որ տեղի ունեցավ։ Մեր ընդդիմադիրներից շատերի մոտ առայժմ ցավոք սրտի դա պետք է փաստել, որ չկա քաղաքականության հանդեպ կոնկրետ պատկերացում։ Նրանք իհարկե մեր ընդդիմադիրների մեջ կան ուժեր, որոնք որ սուպեր պրոֆեսիոնալ են իրենց ներկայացրած ոլորտներում, բայց քաղաքականության մեջ, կոնկրետ պրակտիկ քաղաքականության մեջ, այլ ոչ թե դասական կամ տեսական քաղաքական գիտության ասպարեզում, նրանք կոնկրետ քաղաքականության մեջ, որը որ գետնի վրա, հողի վրա պետք է արվեր աշխատանքներ, նրանք հեռու են։ Նրանք չեն պատկերացնում, նրանք կտրված են առավելապես իրականությունից։ Նրանց շուրջ հավաքված մարդիկ, ովքեր որ պետքա տային, դրանք սոցիոլոգներն են, դրանք քաղտեխնոլոգներն են, նրանք կտրված են իրականությունից ու չեն կարողացել գնահատել իրավիճակը ու զեկուցել, եթե կարելի է այսպես ասել, քաղաքական ուժը ներկայացնող առաջին դեմքին։ Առաջի դեմքի ու այն խմբի մեջ, որոնց մեջ որ պետքա լիներ ուղիղ կապ, շատ մեծ խեղում է առաջացել։ Առաջին դեմքերը զբաղված լինելով շատ ավելի կարևոր գլոբալ հարցերով, իրենց հույսը դրել են այն թիմի վրա, որը որ ձևավորվել է, իսկ ցավոք սրտի այդ թիմերում ակնհայտ կան ոչ պրոֆեսիոնալ կամ կիսագրագետ կամ գործիչ չհասկացող մարդիկ, որոնք ինչ-ինչ պատճառներով հայտնվել են քաղաքական առաջնորդների կողքին ու ժելեած մազերով, սիրուն հագուստով, չգիտեմ, ճարտար լեզվով փորձել են
ակնհայտ կամ կարելի է ասել կամ սուտ են խոսել կամ ուղղակի այդ մարդկանց գրագիտությունը այդքան է թույլ տվել ու այդքան են ներկայացրել առանց պատասխանատվության նշույլի, որովհետև նրանք չեն հասկացել կամ եթե հասկացել են, ապա գիտակցված ստել են, որ մոտենան մարդուն ու ասեն մենք այդքան էլ պրոֆեսիոնալ չենք կամ պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր որ գործից ավելի շատ են հասկանում։ Հենց սա էր պատճառը մեր անցած ընտրություններում ընդդիմության ոչ այնքան լավ արդյունքները ինչքան էլ որ նրանք ուզում էին կամ նրանց նկարած թվերով ցույց էին տալիս սոցիալական հարցումներ եւ այլն։ Քաղաքական մեր ընդդիմադիր դաշտի քաղաքական դաշտի առաջնորդները մեծ հաշվով կարելի է ասել խափնված են։ Հիմա այս պահին տեղի են ունենում հետընտրական process-ներ, վերահաշվարկ եւ այլն։ Մեծ հաշվով գլոբալ այդ վերահաշվարկները ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն չեն ունենալու, չնչին ազդեցություններ են ունենալու։ Ու մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, առավելապես այն հատվածը, որ ընտրությունների նախաշեմի քարոզարշավի ընթացքում դիրքավորվել էին որպես մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, ընտրություններից հետո փրփուրը բերաններին իրար հերթ չտալով դուրս են գալիս, ասում են, այ որ մենք ասում էինք, այ որ սենց բոլորը սկսել են, չգիտես ինչի, ինչ որ մի հրաշքով քաղաքական վերլուծաբաններ ու ցույց են տալիս, թե ինչ սխալներ են թույլ տվել քաղաքական կուսակցությունները ու այս քաղաքական պայքարի մեջ մտած առաջնորդները։ Հիմա խնդիրը հետևյալի մեջ է։ Պարտությունը մեծ հաշվով կամ ոչ այն հաղթանակը, ինչը որ ցանկալի էր չստանալը, դա չի նշանակում, որ կյանքը կանգ է առել։ Դա նշանակում է, որ պետք է խորը շունչ քաշել, հետ հայացք գցել իրենց արած աշխատանքի, անցած ուղու վրա, հարց տալ կոնկրետ պատասխանատու մարդկանց, դա նորից կրկնեմ, դա քաղտեխնոլոգներն էին, դա ծրագրեր գրողները, այդ ծրագրերը իրականացնողները, սոցհարցում անցկացնողները ու PR թիմը։ Կոնկրետ ամեն մի քաղաքական ուժ, ով որ ուներ լուրջ պոտենցիալ այս ընտրություններում, ու նրանք պետք է իրենց թիմակիցներին հստակ հարց տան ու ստանան պատասխան։ Սրանով իհարկե կյանքը նորից եմ ասում կանգ չի առել, կյանքը շարունակվում է։ Հիմա իրար հերթ չտալով ամեն մեկը դուրս է գալիս, ասում է մանդատները վերցրեք կամ մանդատները մի վերցրեք, փորձում են ինչ որ խորհուրդներով հանդես գալ առանց նորից դրա տակ ունենալով լուրջ վերլուծություն։ Իսկ վերլուծությունը պետք է սկսել կոնկրետ ամեն մի մարդուց Հայաստանի Հանրապետությունում ապրող, տարածելով ուղղակի Հայաստանի Հանրապետության, թե ներքին քաղաքականության, տնտեսության, թե որ ավելի կարևորը արտաքին քաղաքականության վրա, տարածաշրջանային ու թե ինչպիսին ենք մենք ուզում տեսնել մեր պետությունը։ Քաղաքական այն կուսակցությունները, ովքեր որ այս ընտրություններում ստացել են մանդատ, պետքա ու պարտավոր են լինել ազգային ժողովում։ Դա իրենց ընտրողների, իրենց քվե տված քաղաքացիների կոնկրետ պատասխանն է։ Նրանք պետքա անկախ նրանից, թե ինչ համամասնությամբ են նրանք ազգային ժողով մտնում, բայց նրանք իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենց կուսակցությունների հիմքում դրել են երկիրը զարգացնելու ծրագրեր։ Սա նրանց միանշանակ հնարավորություն է, անկախ նրանից, թե ով է ներկայացնում իշխանությունը, այդ իշխանության հետ համատեղ, համահունչ, ինչ որտեղ կռվով, համաձայնելով կամ չհամաձայնելով, օգտագործելով իրենց կապերը արտաքին աշխարհի հետ ունեցած իրենց հնարավորությունները, ներդնելով իրենց ռեսուրսները, աշխատել ուղղակի
էլ ավելի բարեկեցիկ դարձնել մեր երկիրը։ Սա նրանց կտա ուղղակի հնարավորություն ամենօրյա ռեժիմում ապացուցելու իրենց ընտրողներին կամ որ ավելի կարևոր է այն մարդկանց, ովքեր որ ընտրության չեն մասնակցել, ու այն մարդկանց, ովքեր որ իրանց չեն ընտրել ուղղակի, ցույց տալ, որ իրենք գործունակ են, որ իրենք ընդունակ են աշխատելու, որ իրենք ոչ միայն խոստումներ են տվել, այլ պատրաստ են հենց այս իրականության հետ առերեսվել, ձեռք ձեռքի տալ, կողք կողքի կանգնել ու աշխատել։ Դա կտա նրանց հնարավորություն հաջորդ ընտրություններում, անկախ նրանից, թե այդ ընտրությունները կլինեն արտահերթ, թե արդեն պլանավորված, հաջորդ ընտրություններում էլ ավելի շատ քվե ստանալու, որովհետև դա միակ ու ճշմարիտ ուղին է։ Ազգային ժողովում գտնվելու յուրաքանչյուր падգամավորի սրբազան պարտ կնա պաշտպանել իրեն քվե տված ընտրողի իրավունքը։ Նրանք ունենում են ուղղակի հնարավորություն միջազգային կառույցներում ձայն բարձրացնելու, դատարաններում, չգիտեմ, գագաթնաժողովների համար ձայն բարձրացնելու, ասելու, ցույց տալու, այլապես կստացվի այն, որ իշխանությունը այսօրվա ունեցած իր մանդատներով հանդերձ իզորույա ձևավորել կառավարություն ու աշխատել։ Իսկ այն падգամավորները, ովքեր որ կմնան ու կդառնան արտախորհրդարանական, նրանք ուղղակի չեն ունենա ոչ մի լծակ։ Այդ մարդիկ վերջի վերջո ձեզ մանդատ են տվել, ձեզ ուղղորդել են, ու դուք պետքա բարի լինեք, ծառայեք այդ մարդկանց, անկախ նրանից, թե ինչքան մանդատ եք ստացել, բայց յուրաքանչյուր падգամավորի սրբազան պարտքը պետքա լինի գիշեր ու զօր աշխատելու, նորից եմ կրկնում, օգտագործելով բոլոր այն ռեսուրսները, որոնց որ դուք տիրապետում եք, կյանքի կոչելու բոլոր այն ծրագրերը, որոնք որ դուք խոստացել եք նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Սա կլինի հաջորդ ընտրություններին ձեզ համար նորից մարտահրավեր։ Մարդիկ ըստ այդմ կորոշեն տալ ձեզ քվե, թե չտալ ձեզ քվե։ Իսկ ինչ վերաբերվում է այդ խորհրդատուներին, նրանց ուղղակի կարելի է բնականաբար ոչ մի ուշադրություն չդարձնել, որովհետև ամեն մեկը իր գիտելիքների շրջանակներում փորձում է ինչ-որ բան ասել, դա այդքան էլ կարևոր չէ։ Այստեղ ամենակարևորը այն է, որ եթե դուք պատրաստ եք ու պատրաստակամություն եք հայտնել մտնել քաղաքական պայքարի մեջ, դուք ստացել եք քվե, ձեր մանդատները պետքա դուք օգտագործեք ազգային ժողովում 24 ժամ, անկախ նրանից էլի եմ կրկնում, թե հաջորդ ընտրությունները երբ տեղի կունենան, բայց դուք պարտավոր եք քրտնաջան 24 ժամ, ոնց որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նույն ձևով առանց մի վայրկյան հոգնելու ու տրտնջալու աշխատել, որովհետև դա կստեղծի ձեզ շատ լուրջ պլատֆորմ հաջորդ ընտրություններին էլ ավելի շատ մանդատ ստանալու։ Ուրիշ ճանապարհ ուղղակի գոյություն չունի։ Էս է պարզունակ ճշմարտությունն ու իրականությունը։